Աստծո խոսքը մխիթարում է, երբ որ դու անմխիթար ես։ Երբ որ դու վշտի մեջ ես, Աստծո խոսքն է քեզ մխիթարելու, ուրիշ չկա մխիթարիչ։ Մի բան հիշենք, մի կտոր ոսկի ենք մենք, մի կտոր ոսկի, անձև, անզտած։ Աստված զտում այդ ոսկին, էդի մենք ենք, ես ու դու ենք։ Ոնց է զտելու, էդի մենք չգիտենք։ Ինչ մեթոդով է զտելու, էդ էլ չգիտենք։ Բայց մինակ մի բան գիտենք, որ կրակը պետք է զտի դրան, ուրիշ բան չի զտում։ Այդ կրակն էլ կարող է քո կողքինը լինի, քո ընկերը լինի, քո բարեկամը լինի, քո աղբերը լինի։ Դու դրա համար փառք դու Տիրոջը ու հուսա իրան, աղոտ կարա, որ Աստված քեզ համբերություն տա, որ այդ կրակի միջով դու անցնելով մաքրվես, զտվես։ Որտեվ այն փորձություններով, որ Աստված մեզ տանում է, մենք պետք է մաքրվենք։ Քրիստոս Հիսուսով ասում է, ճշմարիտ հավատացյալները պետք է հալածվեն, հալածանք պիտի կրեն։ Բայց ոնց պիտի կրենք, դա մեր բանը չի, Աստծո գործն է։ Պատրաստվենք մենք դրան, որտեվ ժամանակը մոտեցած է։ Կարող է այսօր քո կողքի մարդը քեզ հալածի, դու պատրաստ ես իրան սիրելու, ներելու, տանելու։ Պատրաստ ես իր համար աղոտ կանելու։ Պատրաստ ես իր համար աղաչանք անելու, պատրաստ է քո ծունկերը իր համար կրկնվելու եւ քո աշկերը իր համար լացելու, պատրաստ ես դու, պատրաստ ես Քրիստոսի պես անելու այդ բաները։ Մենք այսօր մեզի հաշիվ պտանք, մենք չպետք է լինենք միայն լայն ուրախ օրերի հավատացյալներ։ Դու պատրաստ ես քո ամենամտերիմից կրելու հալածանք ու փառավորելու իրան, գոհանալու Աստծուց, հասկանալու, որ Աստված քեզ ուզում է պատրաստի։ Մենք չգիտենք Աստված ոնց է մեզ պատրաստելու, բայց ուզում եմ որ մենք պատրաստ լինենք դրան։ Թող իր անունը փառավորվի։